Առավոտից շրջում ենք տեղամասերում, ըստ ահազանգերի, այդ թվում մամուլում հայտնված տեղեկատվության կամ ասենք հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար, եթե զանգում են որևէ խնդիր կա գրանցամատյանում ինչ-որ բան գրանցելու, չգրանցելու հետ կապված, մոտենում ենք, փորձում ենք տեղում հասկանալ, խորհրդատվություն տրամադրել։ Նաև խնդիր ա եղել մի տեղամասում, երևի արդեն գիտեք, դիտորդներից մեկին որոշմամբ հանձնաժողովը հեռացրել է տեղամասից, ինչ-որ վիճաբանություն չասեմ, տեղի է ունեցել երկխոսություն մի քիչ այլ նոտաներով, այսպես ասած միմյանց չեն հասկացել, վստահված դիտորդին ներողություն, դիտորդին թվացել է, թե հանձնաժողովի նախագահը ուղղորդում է կամ ստիպում է ընտրողին դիմել օգնողի օգնությանը, այնինչ օգնողը ինքն է դժվարացել է մի քանի րոպե խցում անցկացնելուց հետո ուղղակի թոռը առաջարկել էր տատիկին օգնել, որից հետո դիտորդը պնդել է, որ դա արձանագրվի, հանձնաժողովը իհարկե դա արձանագրել է, միևնույն ժամանակ քանի որ վեճը չի դադարել եւ արդեն ժամը 11-ն էր մոտենում ու պետքա ընտրողների թվի վերաբերյալ տվյալ հաղորդեր վերադաս հանձնաժողովին, համարել են, որ դիտորդը խոչընդոտում է իրենց բնականոն աշխատանքը եւ որոշմամբ դիտորդին հեռացրել էին տեղամասից։ Տեղում նաև զրուցել ենք դիտորդի հետ, պարզաբանել ենք, որ հանձնաժողովի նախագահ, այդ թվում նաև մյուս դիտորդների եւ վստահված անձանց հետ եմ խոսել անձամբ եւ հասկացել ենք, որ իրականում տարիքով կինն է եղել, դժվարացել է եւ խցում, որպեսզի երկար չմնա ու մյուս ընտրողների համար խոչընդոտ չլինի, հերթեր չառաջանան, թոռը օգնել է, որը գրանցվել է գրանցամատյանում սահմանված կարգով։ Խնդիր ունենք ռուսական անձնագրերով ընտրողների հետ, այսինքն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, երբ որ մոտենում են Ռուսաստանի Դաշնության անձնագրով, խնդիր է առաջանում, պարզվում է, որ նրանք նաև ունեցել են կամ ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր կամ կացության քարտ, կամ կացության քարտի ժամկետն է լրացած, կամ անձնագրի ժամկետն է լրացած եւ տեխնիկական խնդիրներ են, որոնք այս պահին էլ հիմա զուգահեռ քիչ առաջ էլ տեսակ զանգով փորձում ենք հասկանալ ինչու՞մն է խնդիրը, որպեսզի որևէ ընտրող չզրկվի իր ընտրելու իրավունքից։ Լրացուցիչ ցուցակների հետ կապված խնդրի չենք հանդիպել, որովհետև լրացուցիչ ցուցակը մի դեպքում է կազմվում, երբ անձնագրայինը, այսինքն երկու փաստաթղթի հիման վրա է կազմվում, երբ անձնագրայինը կամ դատարանը տալիս է համապատասխան իրավունք ընտրողին, այն ընտրողին, ով դուրս էր մնացել ցուցակից։ Կան խնդիրներ, որ հատուկ կենտ են, իրենք իրենցով արդեն եզակի դեպքեր են եւ բնականաբար պատահել է մի տեղ կամ երկու տեղ, բայց որ ինչ որ մի խնդիր անընդհատ պարբերաբար ինչ որ տեղ պատահի չի եղել, չէ։ Որոշակի ակտիվություն է նկատվում քաղաքացիների կողմից։ Ուրիշ բան չեմ կարող ասել, որ նկատելի է այդպիսի առանձնահատկություն կամ չգիտեմ ինչ որ բան, որ չի եղել երբևէ հիմա լինում, չեմ տեսել։